Աղոթք ես չեմ ուզում կորցնել իմ ընտանիքը։ Ամենակարող Աստված, խնդրում եմ քո զորությունը իմ ամուսնու կամ իմ կնոջ վրա։ Ես խնդրում եմ Տեր տաս ինձ զորություն ներելու, զորություն անցյալը մոռանալու, տաս ինձ զորություն ապրել ներկայով եւ ապրել ապագայով։ Ես չեմ թույլ տա, որ սատանան խարբալի քանդի իմ ընտանիքը։ Ամեն ընտանիքի մեջ էլ կան դժվարություններ, փորձություններ, բայց Տեր Աստված Տուր ինձ եւ իմ կողակցին սեր հաղթահարելու բոլոր մարտահրավերները, բոլոր դժվարությունները։ Ես աղոթում եմ, որ մեզ վրա խոսացված խոսույթները եւ մեր բերանից խոսացված սխալ խոսքերը մեր ընտանիքի վրա եւ սխալ հռչակումները թող չեղարկվեն, թող քանդվեն։ Մենք իրար սիրում ենք, սիրել ենք ու պետք է սիրենք եւ պետք է օրհնենք եւ այս կյանքում ամենակարևորը իմ կյանքում Աստծուց հետո դա իմ կողակիցն է, ոչ թե զավակները, այլ իմ կողակիցը։ Եվ ես ուզում եմ աղոթք անել, Տեր, որ դու զորացնես իմ ընտանիքը, բժշկես արմատները եւ բժշկես մեր սերը, Տեր, որովհետեւ մենք ուզում ենք քո աստվածային ագապե սիրով սիրել իրար, գնահատել, բարձրացնել, մեծ ու փոքրի խնդիր չդնել, այլ միասին մեկ շահ, մեկ սիրտ, մեկ նպատակ առաջ գնալ։ Սատանա դու ուզում ես ընտանիքները քանդել, բայց Տերը ամրացրել է եւ այն որ Աստված միավորեց, մենք չենք բաժանի։ Թող ամուսնալուծությունը իմ ընտանիքին երբեք չսպառնա։ Թող ամուսնալուծությունը ապահարզանը քանդվի։ Թող իմ ընտանիքից հեռու մնա ամեն սատանայի մտքերն ու խորհուրդները։ Ես պետք է սիրեմ, պետք է ներեմ, զիջեմ, համբերեմ, ծածուկ աղոթեմ եւ իմ ընտանիքը իմ գիրկս ընդունեմ, սիրո մեջ, գորովի մեջ, ուշադրության մեջ։ Եթե նա չի անում, ես կանեմ։ Եթե նա չի գրկում, ես կգրկեմ։ Եթե նա չի խոսում, ես կխոսեմ, որպեսզի տեղ չտանք սատանային։ Ամեն։